2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ դեպք պատահար, 25 թվականի նույն ժամանակահատվածում 7785, արտակարգ դեպքերը նվազել են 1364-ով, կամ 17,5%-ով։ Առաջին կիսամյակում գրանցված 6421 արտակարգ դեպք պատահարներից 4737-ը կամ 73,8%-ը տեխնազին արտակարգ դեպքեր են, 569 կամ 8,9%-ը տարերային և 1115-ը կամ 17,4%-ը սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 146, տուժել 4357 մարդ, 2025 թվականի զոհվել 152, տուժել 4709։ Փրկարարական ստորաբաժանումների ջանքերով փրկվել է 68 մարդու կյանք։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել ոչ միայն արտակարգ դեպք պատահարների թվականակում, այլև նվազել են զոհերը և տուժածները, համապատասխանաբար 6-ով և 352-ով։ Առաջին կիսամյակում գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը կազմել են հրդեհները՝ 2431 կամ 37,9%, 2025 թվականին 7193 կամ 92,4%, ճանապարհատրանսպորտային պատահարները 2151 կամ 33,5%, 25 թվականին 2072 կամ 26,6%, և թունավորումները 1006 դեպքով կամ 15,7%, 2025 թվականին 1298 կամ 16,7%։ 2025 թվականի առաջի կիսամյակի համեմատությամբ տեխնազին արտակարգ դեպքերի թիվը նվազել է 1258-ով կամ 21%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է հրդեհների ենթադասում գրանցված զգալի նվազումով։ Գրանցվել է հրդեհի 2431 դեպք, որը 25 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 1392-ով, կամ 36,4%-ով, 2025 թվականին գրանցվել է 3823 դեպք։ Հրդեհների 12,2%-ը կամ 296 դեպքը ծագել է բնակելի շինություններում, 25 թվականին 340, 67-ը բնակելի շենքերում, 25 թվականին 90, կամ 229-ը առանձնատներում, տնամերձ կառույցներում, 2025 թվականին 250։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հրդեհների մեծամասնությունը բաժին է ընկել բուսածած տարածքներում հրդեհների մասնաբաժին՝ 37,5%։ Արձանագրվել է 911 դեպք, որի արդյունքում այրվել է 1763,8 հեկտար բուսածած տարածք։ 2005 թվականին 2008 դեպք այրվել է 4037,1 հեկտար բուսածած տարածք։ Հրդեհների դեպքերի նվազումը պայմանավորված է ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը անտառային և բուսածած տարածքներում հրդեհների առաջացման կանխարգելման վարվելակերպի կանոնների պահպանման և իրազեկման իրականացման շրջանակներում ներգրավել են 1503 փրկարարական ծառայողներ, 533 էկոպարեկանի ծառայողներ, 107 կամավորներ։ Բաժանվել են 6146 թռուցիկներ, փակցվել են 5347 պաստառներ, իրազեկվել են 45008 անձիկ։ Մարզպետարաններում, համայնքապետարաններում և շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող անտառտնտեսություններում և անտառպետություններում կազմակերպվել են 70-ից ավել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բնակչության իրազեկվածության և զգոնության բարձրացման հարցերը։ Բնակավայրերում իրազեկումների թիվը կազմել է 674, իսկ հանգստյան գոտիներում 1109։ Հաշվետու ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ 634 հրդեհ գրանցվել է հունիս ամսին, իսկ նվազագույնը 276 հրդեհ հունվարին։
Հրդեհների 785 դեպք գրանցվել է մայրաքաղաքում, մարզերում գրանցվել է 1646 հրդեհի դեպք։ Հանրապետության մարզերում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հրդեհների վիճակագրությունում արձանագրվել է նվազումներ, բացառություն են կազմել միայն Արմավիրի եւ Շիրակի մարզերը, ուր ցուցանիշները աճել են համապատասխանաբար 18-ով եւ 13-ով։ Առաջին կիսամյակում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք պատահար, 2025 թվականին 409։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տարերային արտակարգ դեպքերի թիվը աճել է 160-ով կամ 39.1%-ով։ Վերջինս պայմանավորվել է հեղեղման, քարաթափման, սողանքի, ձնաբքի, մերկասառույցի, առատձյան, կայծակի եւ տեղատարապ անձրևի ենթադասերում գրանցված աճով։ Գրանցվել է հեղեղման եւ գետերի վարարման 19 դեպք, 2025 թվականին 2։ 16 դեպքում հեղեղման պատճառ է հանդիսացել գետերի վարարումը, 2-ում ձնհալը, 1-ում հորդառատ անձրևը։ Գետերի վարարման 3-ական դեպք է գրանցվել Լոռու, Արարատի, 2-ական Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի եւ 1-ական Տավուշի եւ Կոտայքի մարզերում։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քարաթափման 102 դեպք, 2025 թվականին 38։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է քարաթափումների թվականակի աճ 64 դեպքով։ Դիտարկվող ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ է գրանցվել Սյունիքի մարզում 34 դեպք։ Հանրապետության ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում առաջին կիսամյակի ընթացքում փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել է 12 հարկադիր քարաթափում, որից Արարատի մարզում 1, Գեղարքունիքում 3, Կոտայքի մարզում 8։ Հարկադիր քարաթափման աշխատանքները կրում են պարբերական բնույթ։ 26 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է սողանքի 11 դեպք, 2025 թվականին 2, 3 դեպք է գրանցվել Սյունիքի մարզում։ 6 դեպքում սողանքները ակտիվացել են Կոտայքի մարզում, 1 դեպք գրանցվել է Երևանում, 1 դեպք Վայոց ձորի մարզում։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ուժեղ քամու 45 դեպք, 25 թվականին 62, վտանգավոր տարերային երևույթի 3 դեպք է գրանցվել հունվար, 8-ը փետրվար, 5-ը ապրիլ, 11-ը մայիս եւ 18-ը հունիս ամիսներին։ Ուժեղ քամու 7 դեպք արձանագրվել է Մայրաքաղաքում, 8-ը Լոռու, 6-ը Արագածոտնի, 7-ը Գեղարքունիքի, 3-ական Արմավիրի, Սյունիքի, Տավուշի եւ Կոտայքի, 2-ական Արարատի եւ Վայոց ձորի, 1-ը Շիրակի մարզերում։ Վնասվել են ընդհանուր առմամբ 87 շինություն, տանիք, 19 տրանսպորտային միջոց, 45 ծառ եւ 7 էլեկտրական սյուն։ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է կարկուտի 13 դեպք, 25 թվականին 30։ 25 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ կարգտահարման դեպքերի թվականակում գրանցվել է նվազում 17 դեպքով։ 3-ական դեպք է գրանցվել Լոռու եւ Շիրակի, 2-ական Գեղարքունիքի եւ Տավուշի, 1-ական Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում։ Ձնաբքի, բքի առատձյան եւ մերկասառույցի առաջացման պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 307 դեպք, 2025 թվականին 133։ Փրկարարները ոստիկանության եւ ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 2202 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 5122 մարդ։ Հանրապետությունում 26 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1115 սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր։ Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի ենթադասերում ցուցանիշները կրել են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ։ Ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս տարի եւս տվյալ դասում արտակարգ դեպքերի գերակշիռ մեծամասնությունը 90.2%-ը բաժին է ընկել մարդկանց շրջանում թունավորումների։ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետության ջրային ավազաններում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, ինչից զոհվել է 6 մարդ։ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30 ընկած ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 1312 զանգ, 912-ը հոգեբանական, 400-ը բժշկական խորհրդատվությունների վերաբերյալ։ Վերոնշյալ ժամանակահատվածում
Նշված վարչության ծառայողները հոգեբանական եւ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են ընդհանուր 130 ելք դեպքի վայրի մեկնում, հոգեբանական մասով 106 եւ բժշկական մասով 24։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից այս տարի մեծ ուշադրություն է դարձվել ներքին գործերի նախարարի հրամանով հատուկ ուշադրություն դարձնել փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը եւ այս տարի իրականացրել են 278 ուսումնավարժություն 2025 թվականի 161 ուսումնավարժության դիմաց, որից 2-ը հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ են, 33-ը շտաբային ուսումնավարժություններ, 4-ը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 228-ը հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ 11-ը օբյեկտային ուսումնավարժություններ։ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում հանրապետության 283 կրթական հաստատություններում կազմակերպվել եւ անց են կացվել սեմինար պարապմունքներ, վարժանքներ եւ իրազեկման միջոցառումներ, ուղղված քաղաքացիական պաշտպանության մշակույթի ձևավորմանը եւ բնակչության իրազեկվածության բարձրացմանը։ Խոսեմ ՄԱԿ-ի Իսարակ քաղաքային որոնողափրկարարական հայկական թիմի պատրաստության վերաբերյալ։ 2028 թվականին կայանալիք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերավորակավորման ընթരാճ Սույն թվականի օգոստոսի 11-ից 13-ը Գյումրի քաղաքում Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գործակալության մենթորական խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ գնահատմամբ իրականացվեց ՄԱԿ-ի Իսարակ արտաքին որակավորումն անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի նախավարժանքը, որտեղ որոնողափրկարարական թիմը ցուցադրեց իր բոլոր հմտություններն ու հնարավորությունները։ Վարժանքի ընթացքում մենթորական խմբի կողմից արվեցին որոշ դիտարկումներ եւ շտկումներ։ Ընդհանուր վարժանքը 160 կետից բաղկացած ստուգաթերթի արդյունքներով վերջինների կողմից գնահատվեց լավ։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է նաև 2026 թվականի հոկտեմբերի 6-ից 9-ը Շվեյցարիայի համադաշտության Ժնև քաղաքի արվարձանում մասնակցել Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվող դաշտային վարժանքին։ Մասնակցությունը վարժանքին կարևոր նշանակություն ունի ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, Իսարակ արտաքին որակավորումը անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական միջազգային թիմի կարողությունների զարգացման, փոխհամագործակցության բարձրացման, ինչպես նաև Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում համագործակցության խորացման տեսանկյունից։ Փրկարարական ծառայողների տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների կատարելագործման նպատակով վերապատրաստվել են 994 փրկարարական ծառայողներ։ Գարնանային վարարումների եւ սելավների ռիսկերի նվազեցման նպատակով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել առաջարկություններ գետերի, հեղեղատարների եւ սելավատարների հուների 193 հեղեղավտանգ տեղամասերում, 244 բնակավայրերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Հունվար-մայիս ամիսներին համայնքների միջոցով 59 բնակավայրերում գետերի եւ հեղեղատարների հուների 167 հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Իրականացվել են քիմիապես վտանգավոր օբյեկտների, ջրամբարների, պոչամբարների, հիդրոտեխնիկական կառույցների եւ հրդեհավտանգ արտադրամասերի անվտանգության գնահատման եւ վերահսկման աշխատանքներ։ Աղետների ռիսկի կառավարման պլանների լրամշակման եւ ներդրման նպատակով իրականացվել են 67 համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում։ Լողասեզոնի բացման կապակցությամբ հանգստացողների անվտանգությունը ապահովելու նպատակով 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած Շողակաթ համայնքի Սևանա լճի ափամերձ գոտիներում եւ շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարկի 3 հանրային լողափներում փրկարարների կողմից իրականացվում է շուրջօրյա հերթապահություն եւ հերթապահությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 10-ը, որ լողասեզոնի ընթացքում հանրային լողափներում եւ հարակից գոտիներում փրկարարների կողմից թռուցիկներով, բարձրախոսներով եւ ԱԹՍ-ներով պարբերաբար իրականացվում են բնակչության իրազեկման աշխատանքներ։
Կարող եմ նշել, որ նշված հատվածներում որևէ դեպք չենք ունեցել։ Ինչպես նշեցի, ունեցել ենք 4 դեպք, դրանք եղել են մասնավոր տարածքներում։ Ցավալի դեպքեր են, սակայն նաև մասնավոր տարածքներում փրկարար ծառայողների կողմից պարբերաբար, ինչպես հայտնեցի, իրազեկման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Երեկվա դեպքն է։ 4-ը միջև կիսամյակի ընթացքում, երեկվա դեպքը ներառյալ 14 դեպք։